Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշկյան շնորհակալություն հայտնած է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ վերջինիս ուղեկցող բարձրաստիճան պատվիրակության անդամներուն 3 հուլիսին Թեհրան այցելելու եւ Իրանի Իսլամական Հանրապետության հանգուցյալ հոգեվոր առաջնորդ Ալի Խամենեի հրաժեշտի արարողության մասնակցելու համար։ Իրանի նախագահի հայերեն շնորհակալակիրը տարածված է X-ի հարթակին։ Մենք երբեք չենք մոռանալ բարի գամքի դրսևորումը, հույս ունիմ, որ Իրանի եւ Հայաստանի երկու վեհ ժողովուրդներու միջև պատմական եւ բարեկամական հարաբերությունները, որոնք մշտապես հիմնված եղած են փոխադարձ շահերու, բարի տրադիցիության սկզբունքի եւ փոխադարձ հարկանքի վրա, կշարունակեն ավելի զարգանալ, ըսված է Պեզեշկյանի ուղերձին մեջ։ Քաղաքացիները միանշանակ խաղաղության օրագարկը կպաշտպանեն եւ հաստատված խաղաղությունը էական թեր ունեցավ քաղաքացիներու քվեարկության հարցին մեջ հայտարարած է վարչապետը նախագահ Վահագն Խաչատուրյանին հետ հանդիպումին։ Նիկոլ Փաշինյանը ընդգծած է, որ ժողովրդավարությունը մեր երկրի մեջ անշրջելի է, որ իշխանությունը Հայաստանի մեջ ժողովրդին կպատկանի։ Խաչատուրյանը շեշտած է համապետական մակարդակով տեղի ունեցած ժողովրդավարական ընտրություններուն կարևորությունը։ Ներքին գործոս նախարար Արփինե Սարգսյանին գլխավորությամբ տեղի ունեցավ ներքին գործոս նախարարին գից հասարակական խորհրդի հերթական նիստը։ Քննարկված են Հայաստան Եվրոպական միություն վիզաներու ազատագնացման երկխոսության շրջանակներու մեջ արձանագրված առաջընթացն ու գործողություններու ծրագիրով նախադեсված հենանիշերու կատարման ընթացքը։ Արփինե Սարգսյան որպես Հայաստան Եվրամիություն վիզաներու ազատագնացման գործընթացին մեջ Հայաստանի կողմեն գլխավոր բանակցող ընդգծած է, որ գործընթացի շրջանակներու մեջ Եվրոպական միության կողմեն Հայաստանի համար մշակված է գործողություններու լայնածավալ ծրագիրը, որը կընդգրկե 4 հիմնական ուղղություններ՝ փաստաթուղթերու անվտանգություն, կենսաչափական համագարկերու ամրապնդում, սահմաններու համալիր կառավարում, քաղտի եւ ապաստանի ոլորտներ, հասարակական կարգի եւ անվտանգության ապահովում, ինչպես նաեւ մարդու իրավունքներու պաշտպանություն։ Նախարար Սարգսյանին խոսքով գործողություններու ծրագիրը համահունչ է Հայաստանի կառավարության բարեփոխումներու օրագարկին եւ կենթադրե համագարկային փոփոխություններու իրականացում։ Արփինե Սարգսյան կարևոր նկատած է հատկապես կենսաչափական համագարկերու ներդրման ուղղությամբ արդեն իսկ արձանագրված զգալի առաջընթաց եւ ընդգծած, որ նախադեсված է, որ համագարկը Հայաստանի մեջ ամբողջությամբ կորզարկվի 2026 թվականի աշտան։ Հայաստանի արտաքին գործոս նախարարի տեղակալ Վահան Գոստանյան Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակներու մեջ հանդիպած է Լիբանանի նախագահի աշխատակազմի գլխավոր տնօրեն Անտուան Շուքեյրի հետ։ Կհայտնեն Հայաստանի արտաքին գործոս նախարարութենեն։ Հանդիպման ընթացքին Անտուան Շուքեյր շնորհակալություն հայտնած է Հայաստանի կառավարության Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության մարդասիրական օգնություն դրամատրելուն համար։ Բարձր քննադատելով երկու երկիրներուն բարեկամական հարաբերությունները Վահան Գոստանյան վերահաստատած է Հայաստանի հանձնառությունը շարունակելու բարեկամ Լիբանանին նպաստելով երկրներս արգա մարդասիրական իրավիճակի մեղմացմամբ։ Զրուցակիցները անդրադարձած են նաև Հայաստանի եւ Լիբանանի նախագահներու աշխատակազմերու միջև համագործակցության զարգացման։ Իսլամական հեղափոխության բահբաններու ստորաբաժանման ռազմաօդային եւ ռազմաձովային ուժերու 8 անդամներ զոհված են Իրանի հարավը Ամերիկայի օդային հարվածներուն հետևանքով գայտնե 15 գործակալությունը։ Օրերս Հորմուզի նեղուցին մեջ 3 նավ թիրախավորված էր, որուն ի պատասխան ամերիկյան ուժերը հուլիս 8-ի գիշերը հարվածներ հաստուցած են Իրանի մեջ գտնվող մոտ 80 թիրախներու։ Իրանն ալ պատասխան հարվածներ հաստուցած է թիրախավորելով դարաձաշրջանի մեջ ամերիկյան 85 ռազմական գետեր։ Ամերիկան նաեւ չեղարկած է Իրանի թեմքարյուղի բաժամջոցներու մեղմացումը։ Այս հարվածներու լույսին տակ Թրամփ հայտարարած է, որ Իրանի հետ հրատատարի թրությունը այլևս ուժ չունի եւ որ Ամերիկան այլևս մտադիր չէ բանակցություններ վարելու Թեհրանի հետ։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ Անկարայի մեջ ՆԱՏՕ-ի կակատնաժողովի շրջանակներու մեջ լրագրողներուն հետ զրույցին Իրանի հասցեին նոր սպառնալիքներ հնչեցուց։ Ամերիկայի զինված ուժերու կենտրոնական հրամանատարությունը հայտարարած է, որ ավարտած են Իրանի դեմ նոր հարվածներու շարքը։ Իր հերթին իսլամական հեղափոխության բահբաններու ստորաբաժանումը հայտարարած է Քուվեյթի եւ Բահրեյնի մեջ գտնվող ամերիկյան 4 ռազմագետերու վրա հարձակումներու մասին։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ կարծիք հայտնած է, թե Իսրայել զորքերը պիտի հեռացնի հարավային Լիբանանեն, չնայած Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հագարակի մասին վկայող մեկնաբանություններուն, ինչպես կհաղորդե Reuters։ Անկարայի մեջ ՆԱՏՕ-ի կակատնաժողովի շրջանակներու մեջ լրագրողներուն հետ ճեպազրույցի ժամանակ Թրամփ ասաց է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ քննարկած է Լիբանանեն Իսրայելի զորքերը դուրս բերելու հարցը։ Հունիս 26-ին Իսրայելի եւ Լիբանանի կառավարությունները Միացյալ Նահանգներու միջնորդությամբ ձեռք բերին անվտանգության վերաբերյալ համաձայնությունը, ըստ որուն Իսրայելը Լիբանանի բանակին պիտի հանձնե իր վերահսկողության տակ գտնվող 2 հատված։
ՆԱՏՕ-ի անդամ երկիրները բարդավորված են հաջորդ տարի Ուկրաինայում դրամատրել առնվազն 70 միլիարդ եվրոյի ռազմական սարքեր, օգնություն, ինչպես նաև վարժանքներու աջակցություն։ Հայդար Ռաձե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Թաշինքի առաջնորդներու քկատնաժողովի փակման արարողության ժամանակ աննշած է, որ ՆԱՏՕ-ն պիտի շարունակի աջակցել Ուկրաինայում, միաժամանակ շարունակելով խաղաղության հասնելու իր ջանքերը։ Հյուսիսատլանտյան Թաշինքի հաջորդ քկատնաժողովը տեղի պիտի ունենա Ալբանիայում, սակայն հստակ ամսաթիվ դեռ չէ որոշված։ Հայդար Ռաձե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Անկարայի մեջ Թաշինքի կակատնաժողովեն հետո դեղի ունեցած մամլու ասուլիսի։ Ավելի գանուխ Բլումբերգ հայտնած էր, որ ՆԱՏՕ-ի առաջնորդները Միացյալ Նահանգներու հետ հնարավոր նոր անհամաձայնություններ են խուսափելու համար մտադիր են հետաձգել Ալբանիայում մեջ կայանալի կակատնաժողովը, որը նախատեսված էր 2027 թվականին։ Թուրքիո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան հայտարարած է, որ ՆԱՏՕ-ի անդամ Եվրամիության երկիրները պետք է համագործակցին Անկարայի հետ պաշտպանական նախաձեռնություններու իրականացման գործին մեջ, այլապես ադոնք բավարար չափով արդյունավետ չեն լար։ Էրդողան նշած է, որ Թուրքիան ունի ՆԱՏՕ-ի մեջ մեծությամբ երկրորդ ցամաքային բանակը, որը ընդունակ է հաջողությամբ լուծելու տարբեր խնդիրներ։ Մենք նաև շատ մեծ ավանդ կներդնենք ՆԱՏՕ-ի գործունեության եւ Թաշինքի առաքելության մեջ, սակայն չնայած այն հանգամանքին, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներուն միջև պաշտպանական արդյունաբերության արդատրանքի արևդուրի որոշ խոչընդոտներ վերացած են, սահմանափակումները թեր կպահպանվին։ Ադոնք պետք է անվերաբահորեն եւ անհաբաղ վերանան, հայտարարած է Էրդողան։ Ուկրաինայում նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանեց Անկարայի մեջ ՆԱՏՕ-ի կակատնաժողովի շրջանակներու մեջ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հանդիպումը։ Նախագահ Թրամփին հետ մենք քանի մգաղափարներ քննարկեցինք, որոնք կրնան ամրապնդել մեր ցիրկերը եւ մոտեցնել խաղաղությունը, գրած է Զելենսկին X-ի մեջ։ Զելենսկիի հետ մամլու ասուլիսի ժամանակ Թրամփ ասաց էր, որ Ամերիկան Ուկրաինայում պիտի դրամատրե Patriot համալիրներու հրթիռներու արտադրության արտոնակիր, ընդգծելով, որ այդ պիտի օգնի Ուկրաինայում ինքնուրույն ապահովել իր հագաոտային պաշտպանիչները։ Բարձր գնահատած էր Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերու արտադրության ծավալներն ու արդյունավետությունը եւ հայտարարած էր, որ Ամերիկան պատրաստ է անօդաչուներ քնել Ուկրաինային։ Թրամփ հայտարարած էր նաեւ, որ խաղաղության ղեկավարման փաստաթուղթը արդեն պատրաստության փուլի մեջ է։ Ռուսաստանի իշխանությունները արգելք սահմանած են դիզելային վարելիքի արտահանման վրա ներքին շուկա մատակարարումները մեծնելու համար կհաղորդե ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարած է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակ։ Նախապես Ռուսաստանը արգելք դրած էր դիզելային վարելիքի արտահանման վրա ոչ արտադրողներուն համար, սակայն այժմ Ռուսաստանը լիակատար արգելք դրած է դիզելային վարելիքի արտահանման վրա շուկայի բոլոր մասնակիցներուն համար։ Վերջին շրջանին Ուկրաինան բարբերաբար հարվածներ կհասցնի Ռուսաստանի քարյուղի վերամշակման գործարաններուն երկրի դարբեր հատվածներում վրա, որուն հետևանքով երկրի ներս բենզինի դիզվարելիքի ներքին մատակարարումներով խնդիրներ առաջացած են։ Կիևյան գամուրջի հիմնանորոգությունը կշարունակվի աշխատանքներու արդյունավետ ընթացքին շնորհիվ գամուրջի վերքետնյա հիմնանորոգությունը պիտի ավարտեն նախատեսված ժամկետեն քանի օր շուտ։ Գամուրջի երթևեկության համար պիտի բացվի օգոստոս 15-ին, նախատեսված օգոստոս 29-ի փոխարեն, իսկ վերջնական հիմնանորոգությունը պիտի ավարտի մինչև դարեվերջ։ Ձեզի հետ Անի Զեյթունցյանը։